Հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն եւ 2 դաշինք, իսկ թեկնածուների թիվը 2211 է։ Ցուցակները երկու մասից են բաղկացած, առաջին մասում հիմնական ներկայացուցիչներն են 2190, երկրորդ մասում ազգային փոքրամասնությունները 21 հոգի։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցել էր 25 քաղաքական ուժ, 21 կուսակցություն եւ 4 դաշինք, իսկ ընդհանուր թեկնածուների թիվը 2498 էր։ Չնայած դրան 2021 թվականին խորհրդարան անցան 3-ը՝ իշխող քաղաքացիական պայմանագիրը, Հայաստան դաշինքն ու Պատիվ ունեմ դաշինքը, այն էլ ոչ թե որ հատել էր շեմը, այլ օրենքի ուժով, քանի որ երկրի խորհրդարանում պետք է առնվազն 3 խմբակցություն ներկայացված լինի։ Մինչ այդ ընտրություններին 19 քաղաքական ուժի մասնակցության հայտը հարցադրման տեղիք է տալիս։ Արդյոք նման մեծ թվով քաղաքական ուժերի մասնակցությունը փոքր երկրի համար արդարացված է։ Փոքր Հայաստանի համար ուժերի այս ծավալը մեծ է։ Սա խոսում է քաղաքական համակարգի չկայացածության մասին, հակառակ պարագայում այն կուսակցությունները, որոնք ակնհայտորեն չունեն որևէ շեմ հաղթահարելու հեռանկար, անգամ անզեն աչքով, չէին մասնակցի ընտրական պրոցեսին։ Վերլուծաբանի կարծիքով կայացած քաղաքական համակարգերում ընտրություններին մասնակցում են հիմնականում այն ուժերը, որոնք ունեն իրական շանսեր հաղթահարելու անցողիկ շեմը։ Հայաստանում սակայն հաճախ ընտրապայքարի մեջ են մտնում այնպիսի կուսակցություններ, որոնք մեղմ ասած հեռանկար չունեն։ Շատ հաճախ այդպիսի կուսակցությունները մասնակցում են զգալիորեն իշխանության հետ պայմանավորված, հիմնականում ընդդիմության ձայներ փոշիացնելու տրամաբանությամբ, եւ Հայաստանը այդ տեսանկյունից կարծում եմ հերթական անգամ մասնակիցների բազմության տեսանկյունից բախվում է հենց այդ պատկերին, այսինքն փոքր տարբեր ուժեր ձայներ փոշիացնելու նկատառումով իշխանության հետ զանազան պայմանավորվածություններով մասնակցում են ընտրական պրոցեսին։ Օրենսդրությամբ սահմանված է կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, դաշինքների համար, եթե 3 կուսակցություն է, 8%, եթե 3-ից ավելի 10%։ Միաժամանակ, եթե շեմը հաղթահարում են միայն 2 ուժ, ապա խորհրդարան է անցնում նաև առավելագույն ձայներ հավաքած երրորդ ուժը։ 2021 թվականի ընտրություններին փորձը ցույց տվեց, որ մրցակցությունն իրականում սահմանափակ թվով ուժերի մեջ է։ Իշխանությունը բնականաբար կկարողանա մտնել ազգային ժողով, սա անկասկած, ընդդիմության դաշտում նվազագույնը 3 ուժեր կան, որ ռեալ հավակնում են այդպիսին։ Ես կարծում եմ կասկած չկա, որ խորհրդարանում կհայտնվի Ուժեղ Հայաստան կուսակցությունը, եւ սա նույնքան անկասկած է թվում, որքան իշխանության հանգամանքը, եւ անցողիկ շեմը հաղթահարելու մեծ հնարավորություն ունեն Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Բադալյանը չի բացառում, որ եւս 1-2 ուժ կարող է մոտենալ անցողիկ շեմին, սակայն հիմնական պայքարը կանխատեսվում է սահմանափակ շրջանակում։ Միևնույն ժամանակ ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն կարող է ունենալ ընտրողների մասնակցությունը։ Որ հասարակությունը կմասնակցի, բնականաբար կմասնակցի, մասնակցային ինչ տոկոսով սա կախված է լինելու արդեն ընտրաշավի ընթացքում մոտիվացնելուց։ Անկասկած է, որ իշխանության մոտիվացիան ցածր մասնակցությունն է, որովհետև այդ պարագայում իշխանության ունեցած ձայների տոկոսի տեսակարար կշիռը կբարձրանա։ Իսկ քանի որ այդ ձայները ակնհայտորեն բավարար չեն մեծամասնություն ունենալու համար, ինչքան քիչ լինի մասնակցությունը, այդքան իշխանության մեծամասնությունը պահելու հեռանկարը կլինի բարձր։ Հետևաբար գործող իշխանությունը մոտիվացված է հնարավորինս նվազ մասնակցության մթնոլորտ ապահովել եւ առավելագույնը մոբիլիզացնել իր էլեկտորատը։ Այսպիսով առաջիկա ընտրությունների ինտրիգը ոչ միայն քաղաքական ուժերի քանակն է, այլ նաև ընտրողների ակտիվությունը, որը կարող է որոշիչ դեր ունենալ ուժերի վերջնական բաշխման հարցում։ Նարնե Ղուկասյան, Ռադար Արմենիա։